Սարսափելի ավտովթարի ու հրդեհի հետքերը դեռ թարմ են Այգավանի կամրջի վրա։ Հուլիսի 26-ի երեկոյան է եղել ողբերգությունը, բախվել են Տոյոտան, Լադան եւ Ֆոլքսվագենը։ Ֆոլքսվագենում հրդեհ է բռնկվել, մեքենայից հանել են 3 մարդու մոխրացած մարմինները։ Այդ անասունը 180-ի վրա քշել է, վերևի կամուրջի վրա մի հոգու խփել է, բաժարանք է այդ ավտոն բաժարանք է, վառվել են։ Հարբած է եղել Տոյոտայի վարորդը, ասում են մարդիկ, տափերական գյուղից են եղել զոհերը։ Հարսանեկան գործերով էին գնացել Այգավան։ Մեքենայում հարսն է եղել Փեսան, Փեսայի մայրն ու հարսի քույրը։ Ողջ է մնացել միայն հարսը։ Մյուս մեքենայում, Լադայում դաշտ գնացող այգավանցի ամուսիններն են եղել։ Լավ ընտանիք էր։ Մարդու կնիկ դաշտ էին գնացել, իրանց փոքր երեխին էլ պետք է տանեն, դեկոր կնիկը չի թողել, լավա չի թողել։ Ասե ես կպահեմ ու գնացել։ Հարևանների խոսքով ամուսինները ծանր վնասվածքներ են ստացել։ Տղամարդը 2 ոտքն է կոտրել, բայց կնոջ վիճակն ավելի ծանր է։ Հարսին երևունի, ամուսնուն աստղիկ չէ։ Աստղիկներ կոտրվածքներ ունեն։ Հա, Անան ավելի շատ։ Անայի կյանքը ոնց ասեմ, աստու ձեռքերում այդ։ Վեդիի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Զարու Իսահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։